Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ մոտակա րոպեներին ձեզ ներկայացնելու եմ միանգամից եւ մատչելի եւ հավաստի տեղեկատվություն ձեր առողջության մասին, որպեսզի ես, դուք եւ բոլորս լինենք իհարկե առողջ։ Այսօրվա հաղորդման ընթացքում մենք զրուցելու ենք մի քանի թեմաների շուրջ, բայց գլխավոր թեման լինելու է արգանդի պարանոցի քաղցկեղը, քաղցկեղ, որը կարելի է իսպառ վերացնել մեր հասարակությունից, մեր երկրից, եթե հետևենք բժիշկների խորհուրդներին։ Ինչի մասին է խոսքը, ընդհանրապես կպարզենք հենց հիմա։ Սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում ենք մեր մասնագետին։ Հայաստանում տարեկան 260-ից 270 կնոջ մոտ հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղ։ Հիվանդությունից տարեկան մոտ 150 կին է մահանում։ Առողջապահության նախարարության 2024 թվականի այս վիճակագրությունը կարող էր նման պատկեր չարձանագրել, քանի որ արգանդի պարանոցի քաղցկեղը քաղցկեղի այն եզակի տեսակներից է, որը կարելի է կանխարգելել եւ բուժել։ 1928 թվականին հույն գիտնական Գեորգիոս Պապանիկոլաուն ստեղծեց Պապանիկոլաուի թեստ, որն այսօր հայտնի է Pap test անունով։ Հատուկ խոզանակի միջոցով նա արգանդի պարանոցից քսուկ էր վերցնում։ Ցիտոլոգիական հետազոտությունը ցույց էր տալիս, կան արդյոք անոմալիաներ, թե ոչ։ Իդեպ Pap առաջին տեստը հույն գիտնականը փորձարկեց իր կնոջ վրա։ Մինչև օրս Pap test-ն ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման արդյունավետ եւ տարածված միջոց է, որը ցուցված է կատարել 3 տարին մեկ։ Ներկայումս աշխարհն, այդ թվում եւ Հայաստանն անցնում են ավելի արդյունավետ հետազոտության մեթոդի՝ HPV մարդու պապիլոմավիրուսի թեստավորման, որը կատարվում է 5 տարին մեկ։ Չնայած թեստերի եւ պատվաստանյութի ներդրմանը, Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղը տարածվածությամբ երկրորդն է, կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Տարածաշրջանում էլ ենք երկրորդը, արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակով, առաջին տեղում Վրաստանն է։ Քաղցկեղի այս տեսակը կայծակնային զարգացում չունի եւ որպես կանոն տարիների ընթացքում է բարդանում։ Յուրաքանչյուր կին կարող է կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը, եթե պարբերաբար անցնի հատուկ հետազոտություն։ Կախված արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերման փուլից հավանականությունը, որ կինը կապրի 5 եւ ավելի տարի, տատանվում է 15-ից մինչև 93%։ Առողջապահության նախարարության վերջին 2019 թվականի հետազոտությամբ Հայաստանում 25-ից 65 տարեկան կանանց միայն 37%-ն է երբևէ անցել Pap test։ Դիմավոր ենք մեր այսօրվա առաջին հյուրին, բժիշկ գինեկոլոգ Իրինա Սահակյան։ Ողջույն բժիշկ։ Բարև։ Ես ձեզ համար տեսեք անգամ այսպեսի մի հատ սիրուն մուլյաժ եմ պատրաստել, որպեսզի դուք մեզ պատմեք, թե ինչ է իրենց ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղը, ինչու ենք ասում, որ դա վերահսկելի հիվանդություն է եւ ինչու ենք ասում, որ մենք ունենք sense գաղտնիքներ, մեթոդներ, որոնց կիրառելու դեպքում կարող ենք գրեթե 100%-անոց հավանականությամբ կնոջը խոստանալ, որ իր մոտ արգանդի պարանոցի քաղցկեղ չի լինի։ Ավաղ դեռ հաճախ հանդիպող խնդիր է, որը որ հիմնականում լինում է միջին տարիքի կանանց շրջանում, մոտ 30-ից 60 տարեկանի շրջանում, բայց դա չի նշանակում, որ ավելի երիտասարդ կամ ավելի տարիքով կանանց մոտ դա չի կարող լինել։ Պարտադիր կան հետազոտություններ, որոնք հարկավոր են որպեսզի կանայք անցնեն խուսափելու այդ խնդրից կամ թեկուզ վաղ փուլերում դա հայտնաբերելու, որ հնարավոր լինի կնոջ կյանքը փրկել եւ ապահովել լավ կյանքի որակ։ Տեսեք, ամենակարևորը, որ մենք միշտ նշում ենք, դա նա է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը երբեք չի կարող առաջանալ 1-2 օրում, 1-2 ամսում, անգամ 1-2 տարում։ Այս ամենը տևում է տարիներ, երկար տարիներ, այսինքն մենք ունենք նախաքաղցկեղային հիվանդություններ, որոնք որ այն չենք ասում գնացեք բժշկի, մի հատ թող ստուգեն, եւ չի կարող ձեզ մոտ լինել այնպես, որ դուք լինեք առողջ, քնեք արթնանաք, բայց ձեզ մոտ արդեն քաղցկեղ է, չի լինում այդպիսի բան։ Այսինքն ցանկացած կին, որ հայտնաբերվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, նա բաց է թողել այն տարիները, երբ կարելի էր գնալ 1 րոպե տևողությամբ հետազոտություն անցնել,
հայտնաբերել նախաքաղցկեղը, բուժել ու չթողնել, որ դառնա քաղցկեղ։ Ինչ հետազոտությունների մասին ենք խոսում, պապ տեստներ մեր տեսանյութում։ Ես կարծում եմ արդեն բոլորը տեղյակ են այդ հետազոտության մասին, քանի որ այն լայն տարածում է գտել։ Ընդամենը պապ քսուկի, պապ տեստի շնորհիվ, որը որ անցավ է եւ ընդհանրապես կնոջը տհաճություն չի պատճառում, հնարավոր է հայտնաբերել այն վաղ փուլի փոփոխությունները, որը որ կնոջ մոտ կա եւ կինը ոչ մի գանգատ չունի։ Ամենակարևոր փաստը եւ պետք չէ հիմնվել այդ գանգատներին, քանի որ երբ որ կան արդեն գանգատներ, գուցե որոշակի փուլ բաց ենք թողել։ Դրա համար ընդհանրապես պապ քսուկի շնորհիվ եւ հետագա ավելի մանրակրկիտ հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվում են ամենավաղ նախաքաղցկեղային փոփոխությունները, որոնք շատ հեշտ կարելի է լուծել։ Բայց ինչ է իրենից ներկայացնում պապ քսուկը։ Պապ քսուկը դա սկրինինգային էժան, արագ, հեշտ բջջաբանական հետազոտություն է, որը ունի իր թերությունները։ Երբեք ու երբեք թույլ չտաք, որպեսզի բջջաբանական հետազոտությունից հետո ձեզ մոտ ասեն, «Ау, գիտեք, ձեզ մոտ այս կամ այն դիագնոզն է, եւ ձեզ պետք է վիրահատել կամ անել այս կամ այն գործողությունը ձեզ բուժելու համար»։ Դա ախտորոշում չէ, դա ընդհանրապես կասկած է։ Այսինքն կատարեցինք բջջաբանական հետազոտություն, ում մոտ ամեն ինչ լավ էր, ասում ենք դուք առողջ եք, դուք գնացեք կգաք 3 տարի հետո, ում մոտ հայտնաբերում ենք ինչ որ խնդիր, ասում ենք մենք ձեզ մոտ կասկածում ենք խնդիր, որպեսզի անցնեք ավելի խորը հետազոտություն։ Մեր հաջորդ քայլերը դրանք պապիլոմավիրուսի հետազոտությունն են, հասկանալու համար կինը HPV դրական է թե բացասական, այսինքն այն կանայք, ովքեր HPV դրական են, իրենք ռիսկի խմբի մեջ են, քանի որ այդ վիրուսը հիմնական համար 1 գործոն է, որ առաջացնում է արգանդի պանոցի քաղցկեղը։ Եվ հաջորդը անցնում ենք ներողություն, պապիլոմավիրուսը մենք պետք է նշենք, որ փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, այսինքն չի կարող պատահել այնպես, որ դուք ավտոբուսում գնում եք, ինչ որ մեկը ձեր կողքը փռշտաց, հազած ու դուք վարակվեցիք պապիլոմավիրուսով, չի լինում այդպիսի բան, դա բացառապես սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է, եւ եթե դուք ստուգվեցիք ու ձեզ մոտ չկա, ապա ամենայն հավանականությամբ, եթե դուք չեք փոխում պարտներներ, պետք է որ հետագայում նույնպես չլինի։ Մյուսը եւ հաջորդը արդեն կոլպոսկոպիկ հետազոտությունն է, որը որ մանրադիտակային ավելի խոշորացնող հետազոտությունը, որը բացի արգանդի պարանոցից մեզ ինֆորմացիա է տալիս նաեւ արտաքին սեռական օրգանների մասին։ Եվ որի հիման վրա հետագամ համապատասխան տեստեր անելուց հետո մենք գնում ենք դեպի ավելի խորացված հետազոտության արգանդի պարանոցի բիոպսիայի, որը որ մեզ արդեն թույլ է տալիս վերջնական ախտորոշում ստանալ։ Դա հյուսվածաբանական հետազոտությունն է արդեն պարանոցի։ Առաջին հետազոտությունը, պապ տեստը ընդամենը բջջաբանական հետազոտություն էր։ Դա դիագնոզ չի, դրանով չի կարելի տանել հիվանդին վիրահատության, դրանով չի կարելի հիվանդին ահաբեկել, ասել քո մոտ այս կամ այն հիվանդություն է։ Ցավոք Հայաստանում դա դեռ միանշանակ կիրառվում է։ Մենք շատ ենք տեսնում նման դեպքեր, երբ արվում են անիմաստ վիրահատություններ ու հետո պարզվում է, որ ոչինչ բանել այնտեղ չկար։ Մինչև չստանաք հյուսվածաբանական պատկերը, մինչև չստանաք իսկական դիագնոզը, երբեք ու երբեք չգնաք որևէ հաջորդ քայլի։ Այդ դրանից հետո արդեն գնանք, բուժենք, աշխատենք եւ այլն եւ այլն։ Կախված ախտորոշումից համապատասխան բազմաթիվ երկրներ այս ճանապարհը անցել են, զարգացած երկրներում անցել են եւ հասել են նրան, որ հիվանդացությունը 80-90%-ով կարողացել են կրճատել։ Ինչ է պետք անել։ Առողջապահության համաշխարհային կարգապահությունը տալիս է 3 կետ, 3 պարտադիր կետ, որոնց պարագայում մենք կարող ենք հաղթահարել, վերացնել այս հիվանդությունը մեր երկրից։ Դա 90% աղջիկների, եթե անցնում է վակցինացիան համապատասխան տարիքում, դա 70% կանանց մասնակցում է սկրինինգային հետազոտություններին եւ 90% դեպքերում, եթե հայտնաբերվել է այս կամ այն խնդիրը, ստանում է գրագետ բուժում։ Հայաստանում տարեկան 150 կին, ցավոք սրտի մոտավորապես 150 կին մահանում է այս հիվանդությունից։ Եթե մենք հետևենք այս խորհուրդներին, տարեկան 150 երիտասարդ հիմնականում կին չի մահանա։ Տարեկան մոտավորապես 250, 260 մինչև 280 կին
չի ենթարկվի դաժան վիրահատությունների, որոնց հետևանքով կկորցնի հետագայում կրկին մայրանալու հնարավորությունը։ Մեր նման փոքրիկ երկրի համար սրանք հսկայական թվեր են։ Մենք միասին ենք մշակել, հաստատել հետագա ծրագիրը, որը շուտով կմտնի արդեն մեր առողջապահական համակարգի մեջ եւ բոլոր կանայք հնարավորություն կունենան շատ շուտով գնալ անվճար հանձնել պապիլոմավիրուսի հետազոտությունները, բոլոր կանայք հնարավորություն կունենան անցնել կոլպոսկոպիկ հետազոտություն, կարողանան գալ անցնել ու վստահել, որ ձեզ մոտ այս հիվանդությունը չի լինի, կկանխարգելենք։ Հակառակ պարագայում մենք ունենում ենք ցավոք սրտի մեծ վիրահատություններ, մենք ունենք տեսանյութ, եկեք դիտենք, հետո վերադառնանք։ Արգանդի պարանոցի քաղցկեղի բուժումը բավականին դաժան է եւ ենթադրում է սովորաբար բարդ մեծ վիրահատություններ։ Վիրահատություններ, որոնք կարող են տևել 4-5 ժամ, վիրահատություններ, որոնցից հետո պահանջվում է երբեմն ճառագայթային թերապիա, երբեմն պահանջվում է քիմիոթերապիա։ Դրան գումարվում է նաև այն փաստը, որ հիմնականում սրանք երիտասարդ տարիքի կանայք են, որոնք կարող էին երեխա ունենալ, իսկ հիմա փաստորեն այդ վիրահատություններից հետո շատ հաճախ դրանք հաշմող վիրահատություններ են, հեռացնում ես արգանդը, հեռացնում ես ծվարանները եւ բնականաբար կինը զրկվում է նաև այդ հնարավորությունից։ Բայց միշտ ասում ենք, եթե կարելի էր ավելի հեշտ, ավելի արագ, ավելի շուտ, ապա ինչի անել ավելի բարդ, ավելի դժվար եւ ավելի ցավալի։ Հիմա մենք մեծ վիրահատության ենք մտել ու այստեղ էլի հասկանում ենք, որ էլի կա անուշադրություն, էլի կա բարձի թողություն եւ մենք ստիված ենք լինելու որոշակի մեզ համար ոչ ցանկալի գործողություններ կատարել։ Հուսով ենք, որ այս պացիենտի մոտ իհարկե ամեն ինչ լավ կլինի, կառողջանա։ Հիմա եթե գալիս ենք վաղ փուլերին, նախաքաղցկեղային փուլերին ու փորձում ենք համեմատել, թե ինչ բուժում էր այնտեղ ստանալու, ապա այդ բուժումը, այդ վիրահատությունը, դրանք էլի փոքրիկ վիրահատական միջամտություններ են, բայց այդ միջամտությունները սովորաբար տևում են 5-6 րոպե, կարող է լավ շատ դանդաղ ես աշխատում 10 րոպե եւ բուժառուն կլինիկայում մնում է սովորաբար մինչեւ 1 ժամ, մյուս օրը կարող է արդեն գնալ աշխատանքի, ապրել իր սովորական կյանքով եւ չանհանգստանալ, որ իր մոտ կարող է զարգանալ չարորակ ուռուցք։ Եթե կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, ուրեմն ինչ որ մեկը այդտեղ ունի իր մեղքի բաժինը։ Դա կլինի նույն պացիենտը, դա կլինի ոչ ուշադիր բժիշկը, դա կլինի ինչ որ տեղեկատվական խոսքերի բացակայությունը, այն ինչ որ մենք այսօր փորձում ենք գոնե այդ մի պահը լրացնել, բացատրելով եւս մեկ անգամ, որ արգանդի պարանոցի քաղցկեղը վերահսկելի հիվանդություն է եւ ճիշտ աշխատելու դեպքում այն կարող ենք Հայաստանում մոտավորապես 10 տարի հետո ամբողջությամբ վերացնել։ Եվ այսպես, վերջում խորհուրդները բժշկից։ Ամենաառաջինը այցելել բժշկի, չվախենալ հետազոտվելուց։ Մի վախեցեք, վստահեք մեզ։ Հավատացեք, դա տենց ցավոտ, տհաճ պրոցեդուրա չէ եւ շատ հաճախ կանայք գալիս են, որ վա ինչպես է լինելու, ցավոտ է, ավելի լարվածություն է, քան թե իրականում արժե։ Ձեզ հեշտ է դա ասել, օրինակ, երբ որ ինձ ասում են ցավոտ է, ասում եմ, չէ, ասում են, ինչ գիտես, ասում եմ, դե ասել եմ։ Ես կասեմ։ Բժշկուին կասի։ Երկրորդը իհարկե վնասակար սովորությունները, ծխել, ալկոհոլ, բնական է, դրանք եւս նպաստող գործոններ են ոչ միայն պարանոցի քաղցկեղի առհասարակ, բայց առավել եւս պարանոցի քաղցկեղի առաջացման դեպքում եւ իհարկե անկանոն սեռական կյանքը նույնպես ռիսկային է
Հիշեք դրա մասին, հիշեք, որ դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեզ համար, սա արդեն վերաբերում է տղամարդկանց, այլ նաև այն մարդկանց, ում սիրում եք, որովհետև ես գիտեմ, նաև իմ փորձից ունեցել ենք այդպիսի պացիենտներ, երբ որ տղամարդը հասկանում է, որ փաստորեն ինքն է իր կնոջը վարակել այդ վիրուսով եւ վերջի վերջո, այո, իր պատճառով է, որ իր կինը հիմա ունի քաղցկեղ, հիմա պիտի վիրահատվի եւ պիտի պայքարի իր կյանքի համար։ Կարծում եմ դա դաժան պատկեր է, դա դաժան իրավիճակ է, դրանից խուսափելու համար, այո, եղեք մի քիչ ավելի ուշադիր, հոգատար ձեր հարազատների հանդեպ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այս պահին այսքանը հիշեցնեմ մեր հյուրը բժիշկ գինեկոլոգ Իրինա Սահակյանն էր, իսկ մենք շարունակում ենք հաղորդումը արդեն մանկական հատվածով, մնացեք մեզ հետ։ Երբ որ դու որոշում ես, որ ել չես պայքարելու, դու որոշում ես, որ ել ուժ չունես, հնարավոր է, որ հիվանդությունը քեզ հաղթահարի։ 7 տարի առաջ Նարինեն հաղթահարեց ձվարանի քաղցկեղը։ Ռուսաստանի Դաշնությունում մի քանի բժշկի մոտ հետազոտվեց եւ հաստատվեց քաղցկեղի բարդ ու ագրեսիվ տեսակը։ Ասացի, որ ժամանակը կարճ է, քիչ ժամանակ ունեք, երբ որ հարց կանգնեց, թե որտեղ պիտի սկսել շարունակել բուժումը, ընտրեցինք Հայաստանը մեր բժիշկներին, անհապաղ ինձ տեղափոխեցին Հայաստան, տեղափոխել են Պատգարակով, որտեղ վիճակս եղել է բավականին վատ։ Լուր մարդասպան բժիշկները հենց այսպես են անվանում ձվարանի քաղցկեղը, այն երկար ժամանակ ընթանում է առանց որևէ ախտանշանի։ Ամբողջ աշխարհում այս հիվանդությունը 70-ից 80% դեպքերում հանդիպում է 3-րդ, 4-րդ փուլում։ Արդեն տարածված է լինում ամբողջ որովայնով, պես բրինձի հատիկի նման օջախներ է թողնում։ Ի սկզբանե անցա 3 կուրս քիմիայի, որից հետո կատարվեց վիրահատությունը եւ վիրահատությունից հետո անցա եւս 3 կուրս քիմիոթերապիայի։ Քիմիոթերապիայի եւ երկար ու բարդ միջամտության ցիտոռեդուկտիվ վիրահատության շնորհիվ Նարինեն այսօր լիովին առողջ վայելում է իր կյանքը։ Ձվարանի քաղցկեղի դեպքում ցուցվող այս վիրահատությունը ոչ բոլոր կենտրոններում է կատարվում, քանի որ ունի բազմաթիվ ռիսկեր։ Այդ մեծ վիրահատությունից հետո մահացու հիվանդությունը տարածված քաղցկեղը, որը որ 1 տարվա մեջ մարդուն պետք է սպաներ, կարողանում ենք սարքել քրոնիկ հիվանդություն։ Այսինքն ռուսկը երբ որ կրկնվում է, դա կարող է լինի 1 տարի հետո, 2 տարի հետո։ Ճիշտ վիրահատությունից հետո սովորաբար նա կրկնվում է այնպես, որ լինում է բուժման ենթակա։ Ցիտոռեդուկտիվ վիրահատության ժամանակ որովայնը բացվում է ամբողջ երկայնքով, ստոծանուց մինչև կոնք։ Մենք գիտենք, որ կա ստամոքսի վիրաբույժ, կա արգանդի վիրաբույժ, կա լյարդի վիրաբույժ եւ այլն։ Այստեղ դրանք հատուկ պատրաստված վիրաբույժներ են, կոչվում են կարցինոմատոզի վիրաբույժներ, նրանք քիչ են շատ, որոնք կարողանում են այդ բոլոր օջախները լյարդի վրայից, փայծախի, աղիների մաքրել, վերացնել։ Նայրիի օնկոգինեկոլոգիական ծառայությունը կանանց քաղցկեղի նեղ մասնագիտացմամբ եվրոպական կենտրոն է եւ ընդունում է նաեւ տասնյակ արտասահմանցի բուժառուների, թե հայ, թե օտարազգի։ Կա ինչ-որ կոնկրետ խնդիր, եթե դրանով զբաղվում է նեղ մասնագիտացված թիմ, որպես օրենք արդյունքները շատ ավելի բարձր են։ Ոչ մասնագիտացված կարցինոմատոզի վիրաբուժության օնկոգինեկոլոգիական թիմում միջին ապրելությունը 22 ամիս է, նեղ մասնագիտացված թիմի ձեռքերում 60 ամիս է, 3 անգամ բարձր։ Դա իհարկե մենք չենք հայտնաբերել, դա արդեն վաղուց հայտնաբերվել է Արևմտյան Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Մենք ուղղակի այդ փորձը ներ ենք դրել մեր երկրում եւ ունենք շատ լավ արդյունքներ։ Այսօր Նայրի բժշկական կենտրոնում վերապատրաստվում են օնկոգինեկոլոգներ տասնյակ երկրներից, Միացյալ Նահանգներից մինչև Ուկրաինա, Ֆրանսիայից մինչև Թայլանդ եւ Հնդկաստան։ Մենք հավաստագրում ունենք ձվարանի քաղցկեղի վիրաբուժության, այդ ցիտոռեդուկտիվ վիրաբուժության, սովորաբար Եվրոպայում այդպիսի հավաստագրված կենտրոններ հաշվարկում են մեկ կենտրոն 10 միլիոն բնակչության համար։ Մենք 3 միլիոնի համար մի կենտրոն ունենք, դա շատ լավ է։ Անցել ենք շատ խիստ աուդիտ անցած տարի եւ ստացել ենք
Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի տրեյնինգ կենտրոնի հավաստագրում։ Ամբողջ աշխարհից բժիշկները արդեն ավարտած բաժանմունքի վարիչներ եւ այլն կարող են գալ մեզ մոտ վերապատրաստել եւ ստանալ եվրոպական դիպլոմ։ Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների Հայաստանում 2023 թվականին ձվարանի քաղցկեղ է ախտորոշվել 1590 կնոջ մոտ։ Քիմիոթերապիան նոր ավարտած, դեռ մազեր չկան, դու դեռ քեզ հիվանդ ես համարում, երբ որ իմ բժիշկը ինձ արդեն ասեց վերջ դու կարող ես գնալ տուն, ասում եմ ո՞ց բժիշկ ես գնամ, ոչ չեմ խմելու։ Ինքն ասեց չէ, դու գնում ես ու հանգիստ փորձում ես ապրել առանց ստրեսների, առանց ավելորդ մտքերի եւ ժամանակ առ ժամանակ գալիս ես մեզ մոտ հետազոտությունների։ Ձվարանի քաղցկեղի ախտորոշմամբ տասնյակ կանայք հենց մեր երկրում վերադարձրել են իրենց առողջությունը նորագույն սարքերի ու մեթոդների ներդրման եւ որ ամենակարևորն է քաղցկեղի կոնկրետ տեսակի բուժման գործում նեղ մասնագիտացման շնորհիվ։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ծնողների դպրոցն է մեր եթերում եւ ես հրավիրում եմ մեր հյուրին մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանին, համեցեք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Այսօր խոսում ենք կրծքով կերակրման մասին, փորձելու ենք հասկանալ արդյոք դա խիստ անհրաժեշտ է եւ խիստ օգտակար է երեխային, թե գուցե ինչ-որ միջապով չափազանցրած է։ Կրծքով կերակրումը շատ կարևոր է երեխայի կյանքի առաջին հատկապես 6 ամիսների ընթացքում եւ հարմար է նաեւ կրծքով կերակրում մայրիկների համար։ Երեխան ստանում է համապատասխան ջերմաստիճանի կաթ արդեն, այսինքն մայրիկը կարիք չունի կաթ պատրաստելու, հետո սառեցնելու կամ տաքացնելու, պարունակում է մարսողական անհրաժեշտ այն բոլոր սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են երեխայի աճի եւ զարգացման համար, պարունակում է մեծ քանակով հակամարմիններ, օրինակ իմունոգլոբուլին A, լեյկոցիտներ, ինչպես նաեւ լակտոֆերին, որը պաշտպանում է երեխային կյանքի առաջի ամիսներին տարբեր վարակներից, մինչեւ երեխայի օրգանիզմը կսկսի արտադրել իր սեփական հակամարմինները։ Շատ բարի։ Լրիվ ընդունում եմ եւ այո, մենք գիտենք, ամեն անգամ նշվում է, որ ոչ մի կաթնախառնուրդ, ամենաթանկ, ամենալավ, ամենաբարձրակարգ ընկերության կողմից արտադրված ոչ մի կաթնախառնուրդ չի կարող փոխարինել։ Ինչու՞։ Եթե մենք գիտենք, թե մայրական կաթի մեջ ինչ է պարունակում, ինչու մենք չենք կարողանում ստեղծել մայրական կաթին փոխարինել, անգամ մայրական կաթից ավելի լավ այդ փոխարինիչները եւ տալ երեխաներին։ Բնությունը արդեն մտածել է եւ ստեղծել է մայրական կաթ, որը բալանսավորված է եւ անհատական է ամեն երեխայի համար եւ մենք չենք կարող այդպիսի այսպես սուպեր պրոդուկտ արտադրել, որը բոլորի համար կլինի։ Հիմնական տարբերություններից մեկը օրինակ սպիտակուսն է, կազեին կոչված, որը որ վերամշակված կովի կաթի կամ այծի կաթի մեջ միևնույնն է, հնարավոր չի լինում մոտեցնել մայրական կաթի սպիտակուցին եւ որակապես եւ քանակապես։ Հետեւաբար մայրական կաթը իր ամբողջ կազմով ավելի դյուրամարս է երեխայի համար եւ ավելի նպատակային է, քան մյուս մշակված կաթնամթերքները։ Այսինքն ինչ ուզում են ասեն, ինչքան ուզում են գովազդեն, չնայած Հայաստանում իդեպ ասեմ կաթնախառնուրդների գովազդը արգելված է, օրենքով արգելված է, այնուամենայնիվ հիշեք ամենակարևորը, որ ոչինչ չի կարող փոխարինել մայրական կաթին։ Այո, անփոխարինելի է։ Եթե խոսում ենք հարմարությունների մասին, ապա թերևս ձեզ հետ չեմ համաձայնի, որովհետև շատ հաճախ կինը չի կարող զգալ, երեխան ինչքան կերավ, բավարար կերավ, կշտացավ, չկշտացավ, երեխան, երբ որ դու կերակրում ես շշով, շատ ավելի հարմար է։ Այո, մեզ շշի մեջ 100 գրամ կերավ, 120 կերավ, դու հստակ գիտես։ Շշով կաթ պատրաստելը ինքնին արդեն անհարմար է, այսինքն ամեն անգամ մայրը պետք է մշակի, պաստերիզացնի այդ շշերը, կաթնախառնուրդ, համապատասխան քանակի ջուր, համապատասխան քանակի ջերմաստիճանի։ Կրծքով կերակրման ժամանակ մայրը եւ բալիկը միասին են եւ ավելի հարմար է պատրաստի համապատասխան ջերմաստիճանի կաթ ստանալը եւ կյանքի առաջի ամսվա կտրվածքում մի քանի այս նախատեսում է դեպի մանկաբույժ եւ այցերի ընթացքում շատ հեշտ է կոռելացնել, հասկանալ երեխան բավարար քանակի կաթ ստանում է թե ոչ։ Ինչ կասեք ջրի մասին,
որովհետև տատիկները սովորաբար մամաներին գալիս են ասում են երեխային ջուր տուր, մաման ասում է ինձ ծննդատանը ասել են, որ եթե ես կերակրում եմ կրծքով, ապա երեխային ջուր տալու կարիք չունեմ։ Այո, քանի որ կրծքի կաթը պարունակում է մեծ քանակությամբ արդեն ջուր եւ երեխան լրացուցիչ ջրի կարիք չունի, քանի որ ձեր տրված լրացուցիչ ջուրը գրավելու է կրծքի կաթի տեղը։ Եվ ճիշտ է, հեղինակից հեղինակ մի փոքր տարբերություն կա, բայց մենք միշտ խորհուրդ ենք տալիս կերակրեք կրծքով առանց ջուր տալու։ Ինչ հաճախությամբ է պետք կերակրել։ Այսինքն մենք կերակրում ենք ժամով, թե մենք կերակրում ենք, երբ երեխան արթնացավ, լաց եղավ, ու մենք մտածում ենք, որ երևի երեխան սոված է։ Կրծքով կերակրումը մենք խորհուրդ ենք տալիս կերակրել ըստ երեխայի պահանջի։ Բայց պետք է հիշել, որ դա երեխայի մոտ բերանի շարժումները կամ լացը դա դեռ չի նշանակում, որ երեխան սոված է։ Երբեմն ամեն մի բերանի շարժումը, քանի որ երեխանի մոտ շատ արտահայտված է ծծելու ռեֆլեքսը, եւ երբ որ երեխան բերանով ծծելու շարժումներ է կատարում, նորաթուխ մայրիկներին թվում է, թե երեխան սոված է, եթե մի քիչ էլ ուղեկցում են լացով եւ սկսում են անընդհատ կերակրել 10 րոպեն 1, 15 րոպեն 1 մոտեցնել կրծքին։ Պետք է որոշակի ինտերվալ պահել ամեն դեպքում, դա 20 րոպեից միջինը 30 րոպեն է, որպեսզի հասցնի գոնե երեխայի ստացած նախորդ քանակի կաթը ստամոքսից տեղափոխվի 12 մատնյա աղի եւ տեղ լինի։ Դե դժվար է, ամեն դեպքում սկզբի հատվածում այն ամենն է դժվար է հասկանալ։ Եվ առաջին այցի ժամանակ մանկաբույժներ արդեն բացատրում են կրծքով կերակրման գաղտնիքները, այսպես ասած։ Երեխան կերել է, քնել է, մենք գիտենք, որ երեխան պետք է, չգիտեմ, նորացնային տարիքում 2-3 ժամ 1 ուտի, արդեն 5 ժամը քնած է։ Արթնացնենք, կերակրենք, թե թող քնի։ Ընդհանրապես 3 ժամից հետո խորհուրդ է տրվում արթնացնել եւ կերակրել, բայց պետք է հաշվի առնել, թե երեխան ինչպես է նաեւ քաշ ավելացնում։ Եթե քաշի եւ հասակի համապատասխան ավելացումներ ունենք, մենք երեխային կթողնենք հանգիստ։ Ինչ տարիքից կարելի է տալ արդեն կովիկատ։ Գործարանային կաթ։ Կովիկատը ըստ ԱՀԿ-ի կարելի է տալ 12 ամսեկանից սկսած, 1 տարեկան հասակից կարելի է տալ, բայց եթե ընտրել եք բարձր յուղանյության կաթ, պետք է դա նոսրացնել անպայման, քանի որ երեխայի օրգանիզմը դեռ պատրաստ չի մեծ քանակությամբ ճարպաթթուների մարսման պրոցեսին, եւ կարեւոր մի բան եմ ուզում նշել, որ ուշադրություն դարձրեք միշտ պաստերիզացված կաթ տալ։ Ծնողները ասում են, որ մենք տալիս ենք տնական կաթ, երբեք չպետք է տալ տնական կաթ կամ պետք է ենթարկել համապատասխան ջերմային մշակման կամ պաստերիզացնել։ Դե նայեք, եթե դուք ենթարկեցիք ջերմային մշակման ոչ գործարանային պայմաններում, դուք փչացնելու եք կաթը։ Կորցնելու իր հատկությունները։ Ինքնուրույն դուք դա չեք կարող անել, որովհետև այն տեխնոլոգիաները, որոնք կաթի օգտակար հատկությունները պահպանում են, բայց նաև վնասազերծում են տարբեր մանրէները, դրանք տնային պայմաններում ստանալ բացարձակ անհնար է։ Օգտագործում ենք պաստերիզացված գործարանային կաթ, իդեպ ասեմ, որ մեր հաղորդման ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը առողջ անարատ 100%-անոց բնական կաթնամթերքով։ Իսկ մենք խոսում էինք կաթի մասին, բայց խոսում էինք մայրական կաթի անփոխարինելի օգտակար հատկությունների մասին։ Հավատացեք, ձեր երեխան կլինի հետագայում ամբողջ կյանքում կլինի ավելի առողջ, եթե դուք այսօր նրան կերակրեք կրծքով։ Եվ հետազոտություններ ավելացնում ցույց են տալիս, որ կրծքով կերակրվող երեխաների IQ-ն հասակակիցների համար շատ ավելի բարձր է, քան ձեր երեխան կլինի շատ ավելի խելոք, եթե դուք այսօր լինեք խելոք ու նրան կերակրեք կրծքով։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, արդեն Տատիկի բաղադրատոմսն է մեր եթերում եւ այսօր ես զրուցում եմ մաշկաբան Ռշտուն Բաբայանի հետ, ողջույն։ Բարև ձեզ։ Եվ մենք այսօր խոսում ենք մաշկի խնամքի մասին, փորձելու ենք հասկանալ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչն է ընդունված, գուցե շատ օգտակար տարբերակներից եւ խոսենք նաեւ անպայման ամենատարածված սխալների մասին։ Սկզբից փորձենք հասկանալ սննդակարգը, այսինքն արդյոք կապ ունի սննդակարգը եւ մաշկի վիճակը։ Այո, իրականում կապ ունի ու շատ մեծ, հատկապես եթե անձը ունի ակնեի խնդիր։ Մենք պետք է ունենանք այս դեպքում որոշ սահմանափակումներ։ Խոսքը քաղցրավենիքի մասին է, կաթնամթերքի, շատ տապակած, վերամշակված սննդամթերքի, ածխաջրերի պարզ։ Պետք է իհարկե սահմանափակել այս ամեն ինչը։ Մենք կարող ենք ասել, որ այն ամենը, ինչ համեղ է, հակառակը վնասում է մաշկին։ Այդքան էլ համաձայն չեմ դրա հետ, քանի որ մենք կարող ենք շատ առողջ լավ սննդամթերքներից պատրաստել համեղ կերակուրներ, ինչը անում եմ ես տանը։ Շատ բարի։ Ես գիտեմ, որ մաշկի համար վնասակար է առաջին հերթին քաղցրը, կծուն թթուն,
Տապակած սնունդը։ Համեմունքների մասին ինչ կասեք, համեմունքները ընդհանրապես ոչ շատ էսպես կարող ենք օգտագործել, թե դա էլ միանգամից պետք է հանենք։ Չափավոր ամեն ինչ էլ կարող ենք։ Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե կարելի է արդյոք սննդային միջոցները կամ տնական միջոցները օգտագործել մաշկի բուժման, վերականգնման, խնամքի, այսինքն ես չեմ ուզում գնալ դեղատնից վերցնել պատրաստի այդ քսուկները, ուզում եմ տանը օրինակ վերցնել, չգիտեմ, մեղրը, վրան ավելացնել լիմոն, երևի թե դուք ամենալավ կիմանաք, որովհետև երևի ամենաշատ ձեզ են հարցնում, ասում են ինչու եք մեզ այդ դեղերը նշանակում, չէ՞ որ կան բնական միջոցներ։ Կիսվում տնային պայմաններում ինչպիսի բնական միջոցներով կարելի է խնամել մաշկը, երիտասարդացնել եւ չդիմել շատ թանկարժեք քսուկների։ Գնացինք, այո։ Ուշադիր, ֆիքսում ենք, բժիշկն է ասում։ Այո, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ կոմպոնենտներից անձը կարող է ունենալ ինդիվիդուալ անտանելություն եւ զարգանալ ալերգիկ ռեակցիա։ Դրանք բացառություններ են։ Այո։ Եթե ամեն ինչ նորմալ է, ալերգիաներ չունենք, եթե այ մեր գանգի նման լավ մաշկ ունենք, ինչ կարելի անել տնային պայմաններում։ Տեսեք, ես որպես բժիշկ խորհուրդ կարող եմ տալ օգտագործել ձիթապտղի ձեթը, կանաչ թե շատ հրաշք միջոց է, թե ներքին ընդունման խմելու տեսքով, թե տեղային կիրառման քսուկների, որպես հակատարիքային մաշկի երիտասարդացնող, խոնավացնող, հակաբորբոքային միջոց։ Շատ բարի։ Մնացած միջոցները տեսեք, դուք նշեցիք մեղրի մասին, մեղրը իրականում ունի հակաբորբոքային ազդեցություն, մաշկը վերականգնող, սակայն այդքան խորհուրդ չեմ տա կիրառել, քանի որ նա կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա տեղային։ Հաճախ է լինում։ Հաճախ է լինում։ Լավ ազդեցություն ունի վարսակի փաթիլները, հատկապես երբ կիրառում ենք ինչ-որ էքստրակտի տեսքով, քսուկների մեջ են ներառում որպես կոսմետիկ միջոց, կարող ենք պատրաստել նույնիսկ տունը, լցնել բլենդերի մեջ, վարսակի փաթիլները։ Այո, ավելացնել օրինակ կոկոսի յուղ, որը իդեպ շատ լավ նույնիսկ խոնավացնող եւ հակաբորբոքային ազդեցություն ունի եւս, սակայն պետք է հաշվի առնենք, եթե անձը ունի այստեղ ճարպոտ մաշկի խնդիր, այդքան էլ կիրառելի չէ, խորհուրդ չի տրվում։ Լավ, ձեթը ինչպես պետք է օգտագործվեր։ Կարող ենք օգտագործել թե ներքին ընդունման տեսքով, թե քսուկների։ Այսինքն եւ խմելը մաշկի վրա լավ ազդեցություն կարող է թողնել եւ կարելի է մաշկի վրա քսել։ Տեղային, ոչ շատ մեծ քանակությամբ կարող ենք օգտագործել քսել եւ էլի որպես հակատարիքային էֆեկտ, որպես խոնավացնող, մաշկը վերականգնող, հակաբորբոքային շատ լավ միջոց է։ Ինչ հաճախությամբ, այսինքն ամեն օր կարելի է քսել։ Ամեն օր խորհուրդ չեմ տա, շաբաթը 3-ից 4 անգամ կարելի է, կախված էլի մաշկի տեսակից, եթե շատ ճարպոտ է, էլի պետք է մի փոքր սահմանափակել։ Շատ բարի։ Հիմա կխնդրեմ ամենահաճախ թույլ տրվող 3 սխալները տնային պայմաններում մաշկի խնամքի համար։ Տեսեք, առանձնացնեմ ամենատարածված 3 սխալները մաշկի խնամքի տնային պայմաններում, առաջինը դա մեյքափով քնելն է։ Ինչի՞ չի կարելի։ Տեսեք, բացատրեմ, քանի որ մենք մաշկի վրա ունենք բոլորս ծակոտիներ, եւ այդ ծակոտիները երբ որ խցանվում են, հատկապես երբ մեյքափ է այնտեղ ու հաստ քսված, կարող են ունենալ որոշ մաշկային հիվանդությունների սրացում, մասնավորապես հատկապես ակնեի մասին է խոսքը գնում։ Եվ դրա համար կատեգորիկ խորհուրդ է տրվում քնելուց առաջ պարտադիր մաքրել մեյքափը միցելար ջրով եւ նոր միայն այդպես մաքուր մաշկով գնալ քնել։ Իդեպ մեյքափը մաքրելու մասին լավագույն տարբերակ կան մեյքափը մաքրելու սխալ ու ճիշտ տարբերակներ։ Ամենաճիշտ տարբերակը կլինի միցելար ջուրը այստեղ կիրառել։ Մարդիկ կան ուղղակի սպիրտով, բամբակով սրբում են, դա կատեգորիկ խորհուրդ չի տրվում, բացատրեմ ինչու, որտեղ կարող ենք նույնպես գրգռել մաշկը տեղային եւ էլի սպիրտով դաբաղել, փակել։ Սպիրտ հաստատ պետք չի։ Իսկ սովորական օճառով լվացվել դա բավարար չէ։ Կարող ենք, բայց ես այստեղ որպես մաշկաբան խորհուրդ եմ տալիս ընտրել ձեր մաշկին համապատասխան լվացման միջոցներ, գելեր, փրփուրներ։ Այստեղ եթե ունենք ճարպոտ մաշկ, բնականաբար գելեր եւ լոսյոններ, փրփուրներ, եթե ունենք չոր մաշկ, այստեղ արդեն ավելի ուղղային հիմքով միջոցներ։ Ամենակարևորը հիշում ենք, մեյքափով քնելը ոչ մի լավ բանի ձեզ չի բերելու։ Գնացինք երկրորդը։ Սխալ համար 2։ Այստեղ տեսեք, արևապաշտպան չկիրառելն է եւ արևապաշտպան կիրառելը միայն արևոտ եղանակին։ Իսկ ինչու՞ պիտի ես անձրևոտ կամ ձմռան եղանակին օգտագործեմ արևապաշտպան, հակառակ ասում ուր է այդ արևը չկա, մի կտոր գոնե արև լիներ։ Հա, չէ, հազիվ։ Իրականում։ Տեսեք, իրականում անպամած եղանակին արևի ճառագայթները նույնպես թափանցում են,
եւ կարող են վնասել մեր մաշկը։ Դրա համար պետք է կիրառել։ Ուղղակի այս դեպքում, եթե մենք ամռանը կիրառում ենք պարտադիր 30-ից մինչև 50 SPF, մնացած այլ եղանակներին բավարար է ավելի ցածր SPF պարունակող արևապաշտպանները։ Արևապաշտպանի վրա այդ SPF-ը նշված է լատինատառ եւ դուք դրանով հասկանում եք, թե որը ընտրել։ Ամառ ավելի մեծ թվով, ձմռան կամ աշնան ամիսներին ավելի թույլ թվով։ Երրորդը Երրորդ սխալը դա այն է, երբ որ սխալ միջոց ենք ընտրում մեր մաշկի ոչ համապատասխան տեսակին։ Եթե օրինակ մենք ունենք պայմանական չոր մաշկ եւ կիրառում ենք չորացնող միջոցներ, ոնց որ ել ավելի խորացնում ենք այդ մաշկի չորությունը եւ նույնը հակառակ դեպքում, եթե ունենք ճարպոտ մաշկ եւ յուղային միջոց ենք կիրառում, ել ավելի ենք ճարպոտում յուղով դարձնում մեր մաշկը։ Շատ լավ ասացիք, բայց հիմա ես մի հատ հարց տամ։ Դուք որպես մաշկաբան նայում եք, ասում եք, ձեր մոտ յուղոտ է, այն մյուսին նայում եք, ասում եք, ձեր մոտ չոր է, իսկ մարդը արդյոք սովորական մարդը միշտ կարող է գնահատել իր մաշկը յուղոտ մաշկ է, թե չոր մաշկ է, ոնց պիտի գնահատենք։ Այո, կան որոշակի ուղեցույց, այսպես ասենք, որը կօգնի ավելի կհեշտացնի հասկանալ մեր մաշկի տեսակը, իհարկե վերջնական բժիշկն է ախտորոշում, բայց տեսեք, եթե մենք ունենք ճարպոտ մաշկ ընդհանուր բոլոր հատվածներում, խոսքը ոչ միայն տեաձև զոնային է, նաև այտերի, ունենք լայնացած ծակոտիներ, դա խոսում է նրա մասին, որ մենք ունենք ճարպոտ մաշկ։ Եթե մենք ունենք տեաձև զոնայում ճարպոտություն եւ այտերի հատվածում չորություն, մենք խոսում ենք կոմբինացված մաշկի մասին։ Եթե ունենք ընդհանուր չորություն, դա բնականաբար պարզ է մաշկը չոր է։ Եթե ունենք մաշկի կարմրություն, հաճախ գրգռվում է, չորանում, քոր գալիս թեփոտում, դա խոսում է զգայուն մաշկի մասին։ Եվ նորմալ մաշկը, երբ որ ոչ շատ չոր է, ոչ շատ ճարպոտ է, նորմալ առավոտյան այդպես մեզ չի անհանգստացնում իր ճարպոտությամբ, փայլով եւ այդքան հաճախ չի հանդիպում։ Հայաստանում հիմնականում ամենատարածված մաշկի տեսակը դա ճարպոտ մաշկն է։ Շատ բարի։ Հիշեցնեմ հարգելի հեռուստատողներ, սա Տատիկի բաղադրատոմսն էր, մեջ հյուրը մաշկաբան Ռշտուն Բաբայանն էր, մինչ ճանապարհել ուզում եմ վերջին հարցը տալ։ Մազաթափության պարագայում արդյոք իմաստ ունի դիմել մաշկաբանին, թե ոչ։ Այո, պետք է դիմել մաշկաբանի կամ տրիխոլոգի, հասկանալ, հետազոտվել, պարզել մազաթափության պատճառը եւ զբաղվել բուժմամբ։ Բայց դա այլ հաղորդման թեմա է, մնացեք մեզ հետ։ Այսօր այսքանը, հարգելի հեռուստատողներ, հիշեցնեմ ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը, առողջ, անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքով, հիշեցնեմ նաեւ, որ մեր ամբողջ թիմը աշխատում է միայն մեկ նպատակով, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Կհանդիպենք։